Հոկտեմբերի 20-ից 25-ը Մատենադարանում կանցկացվի Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն եւ մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի 41-րդ գիտաժողովը։ Այս մասին այսօր հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։ Գիտաժողովը կրում է Թանգարան եւ գրավոր հաղորդակցություն, ավանդույթ եւ նորարարություն խորագիրը։ Նախաձեռնողներն ու կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն եւ Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը մշակույթի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գիտաժողովն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում։ Գիտաժողովին մասնակցելու համար գրանցվել է 150 մասնագետ աշխարհի շուրջ 37 երկրի թանգարաններից ու համալսարաններից։ Զեկույցներից բացի տեղի են ունենալու գործնական պարապմունքներ ու քննարկումներ ըստ համապատասխան թեմաների Հայաստանի մի շարք թանգարաններում։ Գիտաժողովը 5 օրով կվերածվի մասնագիտական մի ինքնատիպ հարթակի, որտեղ միջազգային մակարդակով կքննարկվեն թանգարաններում ներկայացվող տարաբնույթ տեքստերին առնչվող խնդիրներ։ Թանգարանը չի կարող առանց գրավոր տեքստել։ Եթե դուք մի պատկերացնեք, որ դուք մտել եք որևէ ցուցահանդես կամ թանգարան եւ այնտեղ որևէ պիտակ չկա, միանգամից անիմաստ կդառնա ձեր մուտքը թանգարան։ Եվ այս առումով մենք շատ ենք կարևորում գրավոր տեքստերի առկայությունը թանգարանում եւ ոչ միայն մենք, սա ամբողջ աշխարհում է կարևորվում։ ԻԿՕՄ Հայաստանյան գրասենյակի նախագահ Մարինե Հարոյանի խոսքով մեր թանգարաններից շատերը դեռ օգտվում են խորհրդային տարիներից մնացած գիտական եւ դժվար ընկալելի նյութերից։ 10 գործընկեր թանգարանները, որոնց շարքում են օրինակ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Մայրաթորի թանգարանները, Արամ Խաչատրյանի տուն թանգարանը, կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը, այս տարիների իրենց ձեռքբերումները։ Գիտաժողովին մասնակցելու համար Երևան է ժամանել նաև ԻԿՕՄ-ի նախագահ Հանս Մարտին Հինզը։ Զեկույցներով հանդես կգան հայաստանյան եւ աշխարհի հեղինակավոր թանգարանների, օրինակ Լուվրի, Բրիտանական թանգարանի ճանաչված մասնագետները։ Այս օրերի ընթացքում էլ վարպետության դասեր կվարեն ոլորտի մեր մասնագետների հետ։ Թանգարանների միջազգային խորհրդի կազմի մեջ մտնող կրթության եւ մշակութային գործունեության կոմիտեն ամենահին ու ամենամեծ միջազգային կոմիտեներից է, հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այն ունի շուրջ 1300 անդամ, ովքեր թանգարանային կրթության, մանկավարժության եւ մշակութային գործունեության ակնառու մասնագետներ են։ Գիտաժողովը մեր երկրում անցկացվում է առաջին անգամ։ Իդեպ, հոկտեմբերի 22-ին եւ 23-ին հեռարձակվելու է օնլայն ռեժիմով, որը հնարավորություն կընձեռի բոլոր ցանկացողներին հեռակա մասնակցել քննարկումներին։